Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, նոր եթերաշրջան, նոր մտքեր եւ նոր մտահղացումներ։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, ինչպես տեսնում եք, ես հյուր ունեմ եւ իմ հյուրն է հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ Հրաչյա Թորոսյանը։ Եվ Հրաչյա Թորոսյանի ներկայացնելիս պիտի անպայման նշենք նաեւ, որ խորովածի համահայկական 6-րդ փառատոնի մասնակից եւ դափնեկիր եւ հենց դափնեկիր լինելը նրա կայանում է նրանում, որ նա վերցրեց ամենահետաքրքիր մրցանակը մոդեռն խորոված այդպես անվանակարգ կար եւ ամենամոդեռն խորովածի այդ անվանակարգում հաղթող ճանաչվեց հենց մեր Հրաչյան։ Ողջույն Հրաչ։ Ողջույն պարոն Մամուլյան, շատ շնորհակալություն, շատ լավ եմ։ Ապրես դու նախ շատ շնորհակալ եմ որ մասնակցեցիր, երկրորդը շատ շնորհակալ եմ որ դու այնպեսի մի մոդեռն այսպես լուծում առաջարկեցիր, որ մինչ այժմ բոլորը հետաքրքրվում են այն ինչ խորոված էր, այն ոնց էր պատրաստված եւ այլ, եւ ահա առիթը ներկայացավ, մենք հիմա ձեզ կցուցադրենք հարգելի հեռուստադիտողներ, թե ինչպես են պատրաստում խորոված ձվի մեջ լցոնված խորոված։ Պատկերացնում եք, առաջին հայացքից երևակայությունից դուրս է, բայց տեսնենք, թե ինչպես է պատրաստել Հրաչը, ինչ է հարկավոր դրա համար։ Մեզ հարկավոր է ձու, արդեն նախապես լվացված։ Այո։ Ուրեմն տավարի միս, ասեն որ ամեն մի ձվի մեջ լցնում ենք տարբեր լցոններ։ Մի հատ հորթի միս, այո, երկրորդ ձվի մեջ լցում ենք հավի կրծքամիս, այո, եւ երրորդ ձվի մեջ լցում ենք ձուկ։ Ձկից պատրաստված զանգված։ Այո, զանգված։ Եվ այստեղ սոուսներ եմ տեսնում, տարբեր ամեն մի սոուսները պատկանում են տավարի մսի համար հատուկ սոուս, հավի կրծքամսի համար առանձին սոուս եւ ձկան համար առանձին։ Բայց մենք առանձին։ պիտի բացատրենք, թե ինչ սոուս է, հատուկ ասել, ինչ է ասել է հատուկ։ Այսինքն, հատուկ ասելով ես վերցնում եմ հորթի մսի համար նախատեսված սոուսը։ Քանի որ մեր ժամանակը սուղ է, ես պատրաստել եմ նախապես։ Այո, ինչ ես օգտագործել։ Օգտագործել եմ սող, այո, սև քունջուտ, այո, աղ, պղպեղ եւ տոմատ։ Հարիճով հարել եմ, որովհետեւ ժամանակը տարա ինքը։ Հարիճի մեջ հարում ենք եւ ստանում ենք այս սոուսը։ Սա մեկ։ Երկրորդը հավի համար նախատեսված է։ Երկրորդը հավի համար նախատեսված թթվասեր, այո, սխտոր եւ թարմ նանա։ Թթվասեր, սխտոր, թարմ նանա, նորից հարիճով հարում ենք եւ ստանում ենք նույն սոուսը։ Սխտոր եւ նանա, ավելացրած թթվասեր, աղ պղպեղ չկա այստեղ։ Ոչ, աղ պղպեղ։ Սա հավի սոուսը եւ ձկան համար նախատեսված։ Եվ ձկան համար նախատեսված սոուսը ինքը իր մեջ պարունակում է հոնի ճիր։ Այո։ Եվ մի քիչ ձետ։ Հոնի ճիր ձետ։ Հոնի ճիրը նախապես թրջում ենք, որ ինքը փափկի, եւ հետո նորից հարիճով խփում ենք, բայց այստեղ այս զանգվածը ինչ զանգված է, թթվասեր, թե ինչ է։ Ոչ մի բան չկա, հոնի ճիր եւ ձետ։ Հոնի ճիր եւ ձետ։ Շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր։ Ահա, սա սոուսները։ Եվ ինչ ենք անելու հետագայում, ոնց ենք։ Եվ հետագայում հիմի վերցնում եմ ես ձուն։ Թողնել հեռուստադիտողը տեսնի ոնց ենք ձուն պիտի դատարկենք։ Շատ մանրակերպիտ աշխատանք է ուզում ես ձուն դատարկելու համար, որ չկոտրվի։ Մի հատ փոքր անցքել վերևից, հա։ Այո, մի փոքր անցք վերևից։ Վերևից մի փոքր անցք։ Վերևից մի փոքր անցք։ Եվ փչում ենք այս փոքր անցքից, որ ինքը դադարվի։ Տեսակ։ Ահա եւ դադարվեց ձուն։ Մենք ստացանք կճեպը ձվի ստացանք դատարկ, որպես սկսենք արդեն, այո, լցոնել։ Եվ այսպես անում ենք նույն մյուս ձվերի հետ ենք, այսպես դաժան վերաբերվում։ Մեկ անգամյա օգտագործվող ցելոֆանը եզրից կտրում ենք։ Մեզ հարկավոր է
Տավարի միսը արդեն նախորոք ինքը աղացված վիճակում է։ Համենված, կարող եք ասել Համենված։ ինչով է համենված։ Մեջը կա կարմիր պղպեղ, կծու եւ պոպոկ Եվ ընկույզ։ եւ ընկույզ։ Շատ լավ։ Այստեղ կարծեմ սկզբից նշեցիր, որ հորդի հյուրընսի հետ պիտի նաև աղացված պղպեղ առանձնացնել։ Աղացված պղպեղը հավի կրսկամսի հետ ենք օգտագործում։ Ես օգնեմ քեզ։ Ուզում եմ իմանալ դու Բավական։ մինչև մրցույթին ներկայացնելը քանի անգամ ես փորձել։ Ես ընդհանրապես չեմ փորձել, ասում են խոհարար, այդ նշանակում է միտք արտահայտել։ Ես արդեն երբ որ արտահայտում եմ այդ միտքը իմ մեջ ինչ եմ պատրաստելու, ես զգում եմ իր համը, իր պատրաստման պատրաստի ոճը, այո, պատրաստման վիճակը։ Եվ ահա լցոնում ենք ձուն։ Եվ պիտի նշեմ, որ շատ ու շատ մարդկանց մոտ էր հետաքրքրություն առաջացրել ձվից խորոված։ Բնականաբար այն մարդիկ, ովքեր անձամբ չեն մոտեցել եւ չեն հարցրել, նրանք այդպես տարակուսանքի մեջ էին, թե ինչպես կարելի է ձուն խորովել։ Ահա մեր ձուն լցոնված է։ Մյուս լցոնը ես կխնդրեմ պարոն Մամուլյան, խառնենք պղպեղը աղացած եւ հավի կրսկամիսը։ Աղացված պղպեղ, ուղղակի աղացված, չէ՞։ Ուղղակի Թե աղացված- համեմունք կա մեջը։ Ոչ, համեմունք չկա։ Աղացված քաղցր պղպեղը խառնում ենք աղացված հավի Հավի կրծքամսին, կրսկամսին, որի մեջ կա ինչ համեմունք։ հավի կրսկամսի մեջ կա աղ եւ սպիտակ պղպեղ։ Նորից լցոնում ենք մեկ անգամյա օգտագործվող համանի մեջ, ցելոֆանի։ Եվ լցոնում ենք երկրորդ ձուն։ Այսպես։ Ցուցադրենք լցոնված երկրորդ ձուն։ Բնականաբար այլ լցոնով հավի Այլ կրծքամիս, լցոնով։ աղ պղպեղ եւ աղացված քաղցր պղպեղ։ Մեզ մնաց լցոնել միայն ձկան լցոնը։ Այո։ Այստեղ Հաջորդ լցոնը։ Ինչ է արված, ասեմ, ձուկը։ Իշտան ձուկ աղացած, այո, արևածաղիկի սերմերը այո, եւ սև հաղարճ։ եւ սև հաղարճ, նորից աղացված։ Ոչ, Միասին է սա։ հաղարջը Ամբողջական։ ընդհանուր, ամբողջական։ Չեն կաղում հետը եւ կանաչի։ Մաղադանոս։ Լցոնենք Լցոնում ենք երրորդ ձուն, լցոնը։ մեր հերոստատիտողները կարող են այս լցոնը օգտագործել այլ պայմաններում, ոչ ձվի մեջ լցոնված։ Այսինքն մենք խորհուրդ տանք, եթե կա անհրաժեշտություն զարմացնելու մեր հյուրերին, կարող եք ձվի մեջ, այսպես։ Եթե այդպես դրա կարիքը չկա, որովհետեւ լցոնները ինքն իրենցով բավականին հետաքրքիր լցոններ էին։ Ահա եւ երրորդ ձուն լցոնված։ Եվ այսպես մնաց կարևոր Եվ այսպես մնաց կարևոր պահը։ Քանի որ ես իրան օգտագործել եմ խորովածի փառատոնին, վերցնում ենք փոքր շիշ, Բարակ խորովածի շիշ։ բարակ։ մենք պիտի ցուցադրենք անպայման շատ բարակ, որ մտցնելու ժամանակ ավելորդ ճաքեր չառաջան։ Ճաքեր չառաջան։ Բացի խորովելուց, այլ ջերմային մշակման կարող ենք ենթարկել։ Խաշել օրինակ, Խաշել չէ, կարող ենք տնել ջեռոց։ Բայց ես օգտագործել եմ խորոված։ խորովելու համար։
Ես ուզում եմ նաև ճշտել, միջ կուղարկենք արդեն խորովելու, խորովածի փառատոնի ժամանակ դու հենց մի օրինակ պատրաստեցիր, թե դու փորձեցիր նաև այնտեղ վաճառ կամ հյուրասիրել։ Ես վաճառել եմ բոլոր լցոնված ձվերը, որովհետև հետաքրքրում էր մեր հայազգի ժողովրդին, տուրիստներին, այո։ Բոլորին հետաքրքիր էր եւ վաճառել եմ ամենքը, այո։ Լավ, մենք հիմա կուղարկենք սա խորովելու, կրակարանի վրա բնականաբար արդեն ջերմաշճանը, համապատասխան ջերմաշճանը շատ թեժ կրակ հարկավոր չի, կարծում եմ։ Չէ, միջին մարմանդ կրակի վրա եւ մեզանից մի 7-8 րոպե կպահանջի կարծում։ այո։ 12 րոպե արդեն անցավ եւ մենք արդեն ունեցանք այս շատ հետաքրքիր խորովածը, ձվերի մեջ լցոնված խորովածը։ Հրաչ ջան, ինչ ենք անելու հիմա, որ ավելի հասկանալի դառնա մեր։ Հիմա մեր հերոստատիտողներին, որպեսզի դառնա հասկանալի, կլպում ենք ձուն։ 3 տարբեր տեսակների։ Դնում եմ մատուցվող ափսեի մեջ։ Դնենք ինչ-որ կանաչ մասսա։ Ձևավորում կտնենք վերջում։ Այսպես նոր ինքը մաքրվում է։ Այսինքն տեսեք, որ ամբողջությամբ մենք կարողացել ենք լցոնել։ Առաջին հայացքից մեր մոտ, երևի ձեզ մոտ էլ բոլորի մոտ, իմաստը, թե ձվի մեջ ինչի լցրեցինք, միգուցե կասկած առաջացեց, բայց տեսեք, ձվի մեջ խորոված, ձվի նման Ձվի տեսքով։ Ձվի տեսքով։ Ահա, մեր 3 լցոնված ձուն։ Լավ, դրեցինք, տեղադրեցինք, ինչ ենք անելու հիմա։ Տեղադրեցինք։ Հիմի ամեն մի ձվի լցոնի համապատասխան լցնում ենք իր սոուսը։ Հիսով չափ լցնում ենք հավի սոուսը, տավարի սոուսը, եւ ձկան սոուսը։ Ձևավորում ենք կանաչիով, մարոլով թարմ։ Ահա եւ պատրաստ է մեր ձվի խորովածը։ Այսպես մի քիչ տեսք տանք, չասեն, թե ամեն ինչ արեցիք, ինչ որ մի բան կիսատ թողեցիք։ Ահա։ Հենց այս խորովածն էր, որ խորովածի փառատոնի ժամանակ արժանացավ մոդեռն խորոված անվանակարգին։ Հրաչ ջան, խնդրում եմ քո խորհուրդները կամ առաջարկները մեր հեռուստադիտողներին օգտվել։ Խորհուրդ կտամ մեր հեռուստադիտողներին փորձել այս կերպ պատրաստել խորովածը եւ զարմացնել բոլորին։ Բարեկամներ, չգիտեմ որքանով է հարմար բոլորին զարմացնելը, բայց անցանք մեր Հրաչյայի խորհրդին եւ փորձենք նորություններով հանդես գալ։ Եվ ես ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն պիտի հայտնեմ Հրաչյային իր այդ լավ մտահղացումների համար եւ ամենակարևորը իմ հրավերը չմերժելու համար։ Շնորհակալություն Հրաչյա։ Շնորհակալություն։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Շատ շնորհակալություն ունեցելու համար։ Մենք միշտ պիտի հանդիպենք եւ այդ հանդիպումների ժամանակ պիտի հորդորենք, որ լինենք առողջ ու երջանիկ։ Պիտի հորդորենք, որ մենք միշտ լինենք միասնական, որովհետեւ մեզ շատ հարկավոր է այս պահին հարկավոր են հաղթանակներ, իսկ այդ հաղթանակները կռելու համար հարկավոր է, որ մենք լինենք միակամ, միասնական եւ ամենակարևորը լավատես։ Եվս մի քիչ է ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Լցոնած ձու ձկով, իշխանի ֆիլե 200 գրամ, արևածաղկի սերմ 20 գրամ, սև հաղարջ 20 գրամ, աղ, սև պղպեղ, համեմունք։ Ձկան սոուս, հոնիչիր
30 գրամ, արևածաղկի ձեթ 5 գրամ։ Լցոնած ձում մսով, դավարի միս 200 գրամ, գլուխ սող 10 գրամ, աղ, սև պղպեղ, ընկույզ, համեմունքներ։ Հորթի սոուս, գլուխ սող, տոմատ, սխտոր, արևածաղկի ձեթ, համեմունք։ Լցոնած ձու հավով, հավի կրծքամիս 100 գրամ, կարմիր պղպեղ, աղ, սև պղպեղ, ձու 1 հատ, համեմունք։ Հավի սոուս, թթվասեր 50 գրամ, սխտոր, նանա, բարեխորշակ։